Ողորմությունը, որը սիրուց և գթությունից բխող արարմունք է, քրիստոնեական առաքինություններից մեկն է։ Ողորմությունը գթություն է, փափուկ սիրտ կամ ողորմած սիրտ ունենալը։ Ողորմությունը կամ գթությունը ավետարանական ոգու համաձայն հավատացյալի ներքին փափագն է, օգնելու և բարձրացնելու իր նմանին, որն ինչ-որ հանգամանքներով պայմանավորված հայտնվել է ծանր իրավիճակում։ Ողորմությամբ կամ գթությամբ տոգորված քրիստոնյան շատ հեշտ է հրաժարվում վատ սովորույթներից ու երևույթներից։ Հիսուս հորդորել է ողորմություն կատարել գաղտնաբար, ոչ երբեք ի ցույց մարդկանց, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Ողորմությունը Աստծո սիրո արտահայտությունն է մարդու և իր արարչության նկատմամբ։ Ներկա ժամանակահատվածում մի փոքր տարաբնույթ ընկալում կա ողորմության մասին։ Սա ուղիղ հարաբերություն է մարդ-Աստված, բայց երբեմն նաև մենք մեր այս ընթացքում, այս ժամանակահատվածում, որում մենք ապրում ենք, հատկապես տեսանելի կերպով այս հարաբերությունը բերում ենք մարդ-մարդի։ Այսինքն մարդը փորձում է ողորմություն տալ կամ ողորմություն գտնել մարդու միջոցով։ Սա սխալ ընկալում է։ Ողորմությունը Աստծո սիրո արտահայտությունն է և դրսևորումն է իր արարչության և հատկապես արարչության թագուպսակ հանդիսացող մարդու նկատմամբ։ Ողորմությունը այն բարիքն է, այն պտուղն է, որը հնարավորություն է տալիս ինքնամաքրման, կատարելության ճանապարհին հասնելու, առ Աստված դառնալու։ Պատկերացրեք, եթե Աստված չողորմի մեզ մեր գործած սխալների և մեղքերի համար, ինչպես մենք պիտի հնարավորություն ունենանք փրկվելու։ Մեծագույն ողորմության դրսևորումը, որ արդեն մարդ-Աստված հարաբերության մեջ դրսևորվեց կենդանի Աստծո մարմնացյալ Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով, դա իր աշխարհ գալն էր մեր մեղքերի համար չարչարանքի ճանապարհն անցնելը և ի վերջո խաչի ճանապարհով և հարության ճանապարհով հաղթություն բերելը։ Սա քրիստոնյայի համար մեծագույն հրաշքն է, մեծագույն ողորմությունը Տիրոջ կողմից։ Հին Կտակարանում շատ են ողորմության հորդորներն ու խրատները։ Սաղմոսներից մեկում ասվում է. «Ողորմիր ինձ, ով Աստված, քո անմնացորդ սիրո համաձայն, քո մեծ գթության համաձայն ջնջիր իմ հանցանքները»։ Նոր Կտակարանում հանդիպում ենք «ողորմություն եմ կամենում և ոչ զոհ» արտահայտությանը, որով Քրիստոս կարևորում է հավատքի գործնական դրսևորումը, որի կարևոր պայմանը ողորմածությունն է։ Քրիստոս բազմիցս էր ողորմության կոչ անում և մեծ ու բացարձակ նշանակություններ տալիս ողորմությանը։ Փարիսեցիներին և օրենսգետներին հանդիմանող իր խոսքի մեջ, որոնք շատ կարևոր էին համարում բաժակներ, ամաններ ու նստարաններ լվանալու սովորությունը, նա ասում է. «Բայց տեսեք, թե ինչ է իսկապես արժան, ողորմություն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի»։ Առաջին հերթին մարդը պետք է անցնի ապաշխարության շրջանում։ Այսինքն առանց ապաշխարության որևէ կերպով հնարավոր չէ անդրադարձ ունենալու սեփական մեղքերին։ Ապաշխարության շրջանի կարևորագույն դրսևորումներից մեկը նաև Տիրոջ օրինակով ողորմած լինելն է։ Այսինքն ինչ եմ ուզում սրանով ասել։ Ողորմությունը բարի գործերի արտահայտության ձև է։ Եվ որևէ պարագայում, երբ որ մենք անդրադառնում ենք որոշակի մարդու կարիքների, որոշակի մարդկանց պետքերի, արդեն իսկ ողորմություն ենք տալիս։ Ողորմության դրսևորման ձև է։ Ինչպես սկզբում նշեցի, մարդ-մարդ հարաբերության մեջ խեղաթյուրման արդյունքում, այսինքն մարդը այնպիսի անկյալ վիճակի է հասել, որ երբեմն այս հարաբերությունը պետք է դրսևորվի մարդ-մարդ հարաբերությունների մեջ, բայց ի սկզբանե այն մարդ-Աստված հարաբերության մեջ էր։ Եթե նաև փորձենք իրական կերպով ողորմությանը անդրադառնալու Տիրոջ ցանկացած ողորմությանը, պիտի նշենք, որ Աստված ինքը ասում է, որ ողորմություն է ցանկանում և ոչ թե զոհ։ Լինել ողորմած նշանակում է քեզ
որոշակի իմաստով զրկել, որոշակի իմաստով ներողամտություն ունենալ, դիմացինի կարիքներին ականջալուր լինել ողորմած նաև նշանակում է իրական Աստված ճանաչողություն ունենալ, որովհետև միակ եւ իրական ողորմածը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ողորմության զորությունը շատ մեծ է։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը ողորմությունն անվանում է բոլոր առաքինությունների թագուհի, չնայած առաքինությունների մայր անվանվում է առաքինություններից առաջինը խոնարհությունը։ Անշուշտ, առաջին առաքինությունը, եթե դասակարգման իմաստով խոնարհությունն է, բայց ով կարող է լինել ողորմած։ Ով ունի իսկապես խոնարհություն։ Երբ որ մենք անցնում ենք փողոցով եւ մի կարիքավոր մարդ մոտենում է մեզ եւ խնդրում է, որ մենք իրեն օգնենք, մենք իրեն լումա ենք տալիս, դրամ ենք տալիս, սա իրական ողորմության դրսևորում չէ իրականության մեջ։ Իրական ողորմության դրսևորումը հարաբերությունների մեջ մշտապես ունենալ քրիստոնյավայել կենցաղավարություն։ Այսինքն, եթե ես օգնեմ մարդու, որ ինձանից գումար է խնդրում, բայց չկարողանամ հաշտվել այն մարդու հետ, ում հետ իմ մեղքի կամ ոչ իմ մեղքի պատճառով գժտվել եմ, այսինքն չունենամ ներողամտություն, չեմ դրսևորի իրական ողորմություն։ Այո, ողորմությունը այս իմաստով նաև բոլոր առաքինություններն իրար կապող օղակ է, եւ խոնարհությունը, եւ հեզությունը, սրանք այն հիմքերն են, որոնցից բխում է մարդու ողորմությունը։ Լեռան քարոզում Տերն ասում է. «Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն»։ Հիսուս իր յուրաքանչյուր քայլով է սովորեցնում սիրո եւ ողորմածության արվեստը։ Ողորմածները մերձավորի հանցանքները ներողներն ու գթություն ցույց տվողներն են։ Ողորմությունն այստեղ սեր է, կարեկցանք, ներում։ Այստեղ Հիսուս ողորմածությունը ներկայացնում է իբրև երջանկության նախապայման։ Քրիստոնյայի կյանքը լեցուն է օրինակներով եւ առաջին եւ մեծագույն օրինակը մեզ համար մեր Տեր Հիսուս Քրիստոս է, ով ցուցաբերեց մեծագույն ողորմությունը։ Եթե մենք մեր առօրյա կյանքում չկարողանանք տեսնել իրականությունը եւ չկարողանանք առաջնորդվել այդ իրականությամբ, մենք ստիպված դուրս ենք մնալու այդ իրականությունից։ Եվ Տիրոջ պատգամը հենց սրա մեջ է, կարծում եմ, որ եթե մենք չգտնվենք ողորմած, չենք ունենա այն առաքինությունները, որոնց մասին խոսեցինք։ Շնորհազարդված չպիտի լինենք։ Այսինքն, եթե մենք ներել չգիտենք, մեզ երբեք չի ներվելու։ Եթե մենք հաշտվել, եթե մենք խաղաղ ապրել մեր ներքին կրքերի հետ, մեր միջավայրի հետ, նաև աղոթել չգիտենք, վստահաբար չպիտի շարունակենք մեր իրական քրիստոնեական կենցաղավարությունը եւ չպիտի գտնենք առ Աստված գնալու ուղիղ ճանապարհը։ Եվ սրա պատճառով է, որ Տերն ասում է երանի ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմություն պիտի գտնեն։ Այսինքն, եթե դու ճանապարհը գիտես գնալու, այդ ճանապարհը քեզ համար կտանի դեպի փրկություն։ Ողորմության մասին քարոզում են սրբերը, որոնք իրենց խրատներով ու հորդորներով անընդհատ հիշեցնում են վարդապետին։ Ինչպես Աստվածաշունչը, այնպես էլ սրբերի կյանքն ու կենցաղավարությունը մեզ համար օրինակ են, որ մենք մեր քրիստոնեական կյանքի ճանապարհի ընթացքին վստահաբար կարդացել ենք սրբոց վարքերը եւ դրանք լեցուն են ուղակի ողորմության օրինակներով։ Աստվածաշնչում բազում են դրվագները, որտեղ մեր Տերը ողորմում է տարբեր կերպերով։ Բացի Լեռան քարոզից, որտեղ հստակորեն Տերը խոսում է ողորմության կարևորության մասին, ողորմածներին ասելով, որ իրենք պիտի ողորմություն գտնեն, նաև կտեսնենք դրվագներ, երբ օրինակ հացի բազմացման դրվագը, որտեղ Տերը
գոհաբանական աղոթք արեց եւ իրականում ողորմության դրսևորում էր եւ կշտացան հազարներ։ Կտեսնենք տարիներով հիվանդությամբ տառապող կնոջ դրվագը, որտեղ Տերը ողորմեց եւ բժշկեց, կույրի դրվագը, կաղի դրվագը։ Կտեսնենք մահացած մարդկանց հարության տալու դրվագներ, որոնք եւս Տիրոջ մեծ սիրո եւ ողորմածության դրսևորումներ են։ Մեր սրբերի կյանքում եւս կան, եւս լեցուն են ողորմածության դրսևորումներ։ Հատկապես հիշեցի մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, երբ որ Տրթատ թագավորը տառապում էր հիվանդությամբ եւ տեսեք հետաքրքիր մի անդրադարձ կարող ենք անել, որ Տրթատն էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչին տարիներ շարունակ դատապարտել էր կեղեքման, դատապարտել էր խորվիրապի բանտում իր քրիստոնյա լինելու համար։ Բայց Սուրբը իրական քրիստոնեության դրսևորում ցուցադրեց, երբ որ դուրս եկավ խորվիրապի բանտից եւ բժշկեց արքային, որն էլ նաեւ դարձավ պատճառը եւ հիմքը, որպեսի արքան եւս ընդունի քրիստոնեությունը եւ լուսավորվի քրիստոնեությամբ եւ բերի եւ քրիստոնեացնի մեր աշխարհը։ Եվ դրա համար էլ մենք համարում ենք առաջին լուսավորիչ ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորչին, այլև Տրթատ արքային եւ սրբադասել ենք։ Այսպիսի օրինակներ կան բազմաթիվ քրիստոնյա սրբերի կյանքում, օրինակ հիշեցի Սուրբ Նիկողայոս Քանչելագործին, ում կյանքը ուղղակիորեն ամբողջը լեցուն է հենց ողորմության տարատեսակ դրսևորումներով։ Այսպիսին է մեր սրբերի վարքը, որը եւս ուսանելի է մեզ համար գտնվելու եւ գտնելու իրական ողորմության ճանապարհը։ Ողորմության մասին շատ ենք կարդում Սուրբ գրքում։ Ողորմությամբ ապրել նշանակում է կատարել Տիրոջ պատգամը եւ խնդրել Տիրոջ ողորմությունը։ Տեր ողորմյա։ Տեր ողորմյան քրիստոնյաների կողմից շատ սիրված երգ է, բայց առօրյա կյանքում եւ կենցաղում թյուր ընկալման տեղիք է տալիս ողորմի տալու սովորույթը։ Ենթադրվում է, որ ողորմի կարող են տալ միայն ննջեցյալներին։ Իրականում, այո, մեր հասարակության մեջ, հատկապես երբ որ մարդ է մահանում, մենք ասում ենք Տերը ողորմի եւ մեր սրտի բարի ցանկությունն է, որ Տերը հիշի ննջեցյալին կամ մեր ննջեցյալներին եւ ողորմի։ Բայց ոչ միայն մահացած մարդու համար են խնդրում Տիրոջ ողորմությունը, այլ նաեւ կենդանի մարդու։ Օրինակ մենք հոգեվորականներս, երբ որ աղոթում ենք առավելապես կենդանի մարդկանց համար, թեպետ ունենք նաեւ ննջեցյալների համար հատուկ աղոթքներ։ Դուք շատ լավ գիտեք, որ հոգեհանգստյան արարողություններին մենք անդրադառնում ենք ննջեցյալների համար, բայց մեր աղոթքները մեր ապրող հավատացյալների համար են նաև։ Եվ այստեղ այն մեր զավակները, ովքեր որ շեղվել են ճշմարիտ քրիստոնյայի իրենց նկարագրից, մենք աղոթում ենք, որ Տերը ողորմի եւ իրենց ճանապարհը ցույց տա։ Եվ մեծ պահքի ընթացքին մենք յուրաքանչյուրս աղոթում ենք նաև մեզ համար, խնդրում ենք, որ Տերը ողորմությամբ հիշի մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք ճշմարիտ անդրադարձում ունենալ դեպի մեր սխալները եւ ուղղել դրանք։ Այսինքն կենդանի մարդու համար եւս մենք խնդրում ենք Տիրոջ ողորմությունը։ Մեկնիչ հայրերը ողորմությանը զուգահեռ կարևորում են պահքն ու աղոթքը։ Եվ պահքը, եւ ողորմությունը եւ աղոթքը իրապես իրարից անզատելի են։ Մեր աղոթքների մեծամասնությունը ուղղված են Տիրոջը, որպեսզի Տերը ողորմի եւ անդրադառնա մեզ մեր սխալ ճանապարհից մեզ ուղղելու եւ դեպի Աստված, առ Աստված իրական քրիստոնեական ճանապարհին բերելու։ Այո, առաքյալը ասում է, որ հնարավոր չէ առանց աղոթքի, առանց ծոմապահության եւ առանց ողորմության։ Ինչպես նշեցի, ողորմությունը ինքը որոշակի ինքնազոհողություն է պահանջում։ Տեսեք, պետք է լինել խիզախ, որպեսզի կարողանալ ողորմություն գործել, մանավանդ մեր օրերում։ Եվ իրական պահեցողության միջոցով եւ իրական աղոթքի միջոցով հնարավոր է հասնել իրական ողորմության։ Որովհետեւ չի կարող լինել մի մարդ, որը պահք պահի եւ չգործի ողորմություն։
դա կդառնա ոչ իրական պահեցողություն։ Չի կարող մի մարդ աղոթել եւ չունենալ ներելու եւ անդրադառնալու, ականջալուր լինելու շնորհ։ Ուղղակի անկարելի է, անբաղդատելի են իրարից եւ չի կարող մարդը ողորմած գտնվել, եթե իրական ողորմության իմաստը չի հասկացել։ Իսկ դրան հասնել հնարավոր է պահքով եւ աղոթքով։